Նիկոլ Փաշինյանի ջղաձգումներն ու վախերը օրեցօր մեծանում են, եւ որքան մոտենում է ընտրությունների օրը, Փաշինյանի անհանգստություններն էլ են մեծանում իշխանությունը կորցնելու համար։ Այս պահին հանրության ամենամեծ աջակցությունն ունեցող ընդդիմադիր ուժի, ուժեղ Հայաստանի եւ առաջնորդող Սամվել Կարապետյանի ամեն օր մեծացող վարկանիշը հանգիստ չի տալիս իշխանություններին, հատկապես Նիկոլ Փաշինյանին, ով բոլոր հնարավոր ու անհնար լծակներն օգտագործում է իր վերահաս պարտությունը կանխելու համար։ Եվ այդ վախի պարզ դրսևորումներն են բոլոր այն ապօրինի կալանքներն ու ձերբակալությունները, որոնք արվում են Փաշինյանի հրահանգով։ Հերիք չէ ամիսներ շարունակ ապօրինի անազատության մեջ է Սամվել Կարապետյանը, ում տնային կալանքը եւս մեկ անգամ երկարաձգվեց, հիմա էլ անցել են նրա թիմակիցներին։ Շաբաթներ առաջ բերման ենթարկվեց կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը, ով մինչև նախընտրական շրջանն էլ առանց որևէ պետական պաշտոնի ու ֆինանսավորման եղել է մարդկանց կողքին ու տարբեր բարեգործական ծրագրեր իրականացրել։ Հաջորդող օրերին նաև ուժեղ Հայաստան կուսակցությունից կեղծ գործերով այլ մարդկանց բերման ենթարկեցին։ Այսօր էլ արդեն ժամեր առաջ տեղեկացանք, որ ձերբակալվել է Արթուր Ավանեսյանը, Կանդազը, ով մշտապես եղել է թշնամու թիրախում, եւ այսօր նրան ձերբակալելը ոչ այլ ինչ է, քան թուրքական նպատակ, որը կատարվում է Նիկոլ Փաշինյանի ձեռքով։ Եվս մեկ անգամ վերահաստատվում է, որ Փաշինյանը գործում է թշնամու հրահանգով, իսկ նրանց հակահայ նպատակները միշտ մեկտեղվում են։